Ոստիկանությունից է, չէ՞։ Ձեզ անհանգստացնում է Էդգար Ղազարյանը, ես ուժեղ Հայաստան դաշինքի նաև падգամավորի տեխնացու եմ։ Եվ այստեղ մի քաղաքացի խոչընդոտում է մեր քարոզարշավին, որովհետև ազգանունս ասեք Նանե Իսրայելյան։ Սպասում եմ։ Այո։ Չի կրում ոչ մի լրագրողական տարբերանշան, չի Իմանուն ազգանունը ձեզ հերիք է։ խոչընդոտում է մեր հավաքի բնականոն ընթացքին։ Ինչով եմ խոչընդոտում մի վարքյան։ Ինչով եմ խոչընդոտում կանգնած եմ, վախկոտ եք այդքան։ Հայաստան կուսակցություն։ Սպասենք ոստիկանությանը։ Իսկ ոստիկանություն չեք կանչի Սերժ Սարգսյանին տանի Արցախը հանձնելու համար։ Հա? Կամ Ռոբերտ Քոչարյանին տանեն հոկտեմբերի 27 կազմակերպելու համար։ Ձեր հետ եմ։ Ես ավելի վտանգավոր եմ, քան Սերժն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են հոկտեմբերի 27-եք կազմակերպելու երկրորդ անգամ, ինչ կասեք։ Նանե ջան, բեմի վրայա։ Կմոտենար, վախկոտի նման փախավ։ Վախկոտի նման փախավ։ Փաշինյանը տելներ, բեմի վրա։ Սենց է երկիր կառավարելու։ Արեք Նանե ջան, վերջում էլի։ Իսկ դուք ով եք կներեք։ Ես Էդգար Ղազարյան։ Դուք սերժական եք, չէ՞։ Ներեցեք դուք ով եք։ Խորտակվող նավից թռել եք։ Ներեցեք դուք ով եք։ Դուք եք որ ինձ մոտենակ ասեք ով եմ։ Ես գիտեմ որ դուք սերժական եք, խորտակվող նավից թռել եք, մի հատ ուրիշ ապագա խորտակվող նավ։ Հիմա գնացեք այստեղից։ Կլինի ավարը։ Ձերքորով մի խոսեք ինձ հետ խնդրում։ Լրագրողական ձեր միկրոֆոնը լրագրողական։ Սենց եք երկիր կառավարելու, նավից նավ թռնելով։ Բա որով եմ չգիտեք, խեք մոտեցել ինձ։ Ուզում եմ իմանամ դուք ով եք։ Ինչի սիրահարվել եք ինձ։ Ինչ եք մոտեցել, ասում եք ով եմ։ Եթե չգիտեք ես ով, ապել նորել ինձ վավշե հետարքի չեն կամ գնաստեց։ Դու ես ուզում եմ իմանամ դուք Կես ճանից մի խանգարի։ ինչ կարգավիճակում եք ստեղ գտնվում։ Սերժ Սարգսյանը ինչ կարգավիճակում է գտնվում Հայաստանում, եթե Արցախը ծախել։ Ձեր ձերքինը ինչ է, միկրոֆոն է, թե։ Ես հարց եմ տալիս, պատասխանեք հարցին։ Այդ ձեր ձերքին ինչ է հիմա։ Ես հարց եմ տալիս, Սերժ Սարգսյանը ինչ կարգավիճակով է Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր ձերքում ինչ է, սպիտակ գույնի։ Պրոֆեսիոնալ եք, պատասխանեք հարցիս կամ գնացեք այն կողմ։ Ոտքիս տակ մի ընկեք։ Բայց դուք ով եք։ Դուք հիմա ընկել եք ոտքիս տակ։ Անուն ազգանուն ունեք, հավաքը։ Եկեք մենախոս։ Ասում եմ Նարեկ Կարապետյանին, դուք մենախոս։ Քաղաքը հիմնվել է, մեծացել է գործարանների համար։ Դեմից գնացեք, դուք շատ թույլ մարդ եք իմ համար։ Դերից չեմ խոսում։ Նայեք, ընդհանրապես, մի րոպե, ընդհանրապես լրագրողներն են մոտենում հարցեր տալիս։ Դուք ինձ ինչ եք մոտեցել։ Ես քաղաքական գործիչ եմ, որ ինձ մոտեցել եք հարցեր եք տալիս։ Մոտենում եք, ես նկատեցի, որ դուք Ինչ։ մոտենայիք Կարապետյան։ Ինչի ես վտանգավոր եմ Նարեկ Կարապետյանի համար։ Եթե ուզում եմ իմանամ ով եք որպես լրագրող, որովհետև ոչ մի տարբերանշան։ Ընկեր ջան, եթե լրագրող չեմ են կողմ գնա, ինչ ես ուզում ինձանից։ Բայց եթե լրագրող չեք, ինչի։ Սերժ Սարգսյանի փալաս մի հատ։ Ինչի եք խոչընդոտում։ Դուք Սերժ Սարգսյանի փալասն եք, օգտագործեց շպրտեց մի կողմ։ Ոստիկանությունից է, չէ։ Ձեզ անհանգստացնում է Էդգար Ղազարյանը, ես ուժեղ Հայաստան դաշինքի նաև падգամավորի տեխնացու եմ։ Եվ այստեղ մի քաղաքացի խոչընդոտում է մեր քարոզարշավին, որովհետև Ազգանունս ասեք Նանե Իսրայելյան։ Սպասում եմ։ Այո։ Չի կրում ոչ մի լրագրողական տարբերանշան, չի Իմանուն ազգանունը ձեզ հերիք է։ խոչընդոտում է մեր հավաքի բնականոն ընթացքին։ Ինչով եմ խոչընդոտում մի վարքյան։ Ինչով եմ խոչընդոտում կանգնած եմ, վախկոտ եք այդքան։ Հայաստան կուսակցություն։ Սպասենք ոստիկանությանը։ Իսկ ոստիկանություն չեք կանչի Սերժ Սարգսյանին տանի Արցախը հանձնելու համար։ Հա? Կամ Ռոբերտ Քոչարյանին տանեն հոկտեմբերի 27 կազմակերպելու համար։ Ձեր հետ եմ։ Ես ավելի վտանգավոր եմ, քան Սերժն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են հոկտեմբերի 27-եք կազմակերպելու երկրորդ անգամ, ինչ կասեք։ Նանե ջան, բեմի վրայա։ Կմոտենար, վախկոտի նման փախավ։ Վախկոտի նման փախավ։ Փաշինյանը տելներ, բեմի վրա։ Սենց է երկիր կառավարելու։ Արեք Նանե ջան, վերջում էլի։ Իսկ դուք ով եք կներեք։ Ես Էդգար Ղազարյան։ Դուք սերժական եք, չէ՞։
Ներեցեք դուք ով եք։ Խորտակվող նավից թռել եք։ Ներեցեք դուք ով եք։ Դուք եք որ ինձ մոտենակ ասեք ով եմ։ Ես գիտեմ որ դուք սերժական եք, խորտակվող նավից թռել եք մի հատ ուրիշ ապագա, խորտակվող նավ։ Հիմա գնացեք այստեղից։ Կլինի ավարտը։ Ձերքորով մի խոսեք ինձ հետ խնդրում։ Լրագրողական գնացեք այստեղ։ ձեր միկրոֆոնը լրագրողական։ Սենց եք երկիր կառավարելու, նավից նավ թռնելով։ Բա որով եմ չգիտեք, խեք մոտեցել ինձ։ Ուզում եմ իմանամ դուք ով եք։ Ինչի սիրահարվել եք ինձ։ Ինչ եք մոտեցել, ասում եք ով եմ։ Եթե չգիտեք ես ով, ապել կարել ինձ վաբշե հետարքի չեն կամ գնաստեց։ Դու ուզում եմ իմանամ դուք Կես ճանից մի խանգարի։ ինչ կարգավիճակում եք ստեղ գտնվում։ Սերժ Սարգսյանը ինչ կարգավիճակում է գտնվում Հայաստանում, եթե Արցախը ծախել։ Ձեր ձերքինը ինչ է միկրոֆոն, հա թե։ Ես հարց եմ տալիս, պատասխանեք հարցին։ Ձեր ձերքինն ինչ է հիմա։ Ես հարց եմ տալիս, Սերժ Սարգսյանը ինչ կարգավիճակով է Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր ձերքում ինչ է, սպիտակ գույնի։ Պրոֆեսիոնալ եք, պատասխանեք հարցիս կամ գնացեք այն կողմ։ Ոտքիս տակ մի ընկեք։ Բայց դուք ով եք։ Դուք հիմա ընկել եք ոտքիս տակ։ Անուն ազգանուն ունեք, հավաքը։ Եկեք մենախոս։ Ասում եմ Նարեկ Կարապետյանին, դուք մենախոս։ լավ գնով կատ վաճառել։ Հանրապետության բարենային անվտանգության այստեղ եղել են գործարաններ։ Քաղաքը հիմնվել է, մեծացել է գործարանների համար։ Դեմից գնացեք, դուք շատ թույլ մարդ եք իմ համար։ Դերից չեմ խոսում։ Նայեք, ընդհանրապես մի րոպե, ընդհանրապես լրագրողներն են մոտենում հարցեր տալիս։ Դուք ինձ ինչ եք մոտեցել։ Ես քաղաքական գործիչ եմ, որ ինձ մոտեցել եք հարցեր եք տալիս։ Մոտենում եք, ես նկատեցի, որ դուք Ինչ։ մոտենայիք Ահա։ Կարապետյան։ Ինչի ես վտանգավոր եմ Նարեկ Կարապետյանի համար։ Եթե ուզում եմ իմանամ ով եք որպես լրագրող, որովհետև ոչ մի տարբերակ Ընկեր ջան, եթե լրագրող չեմ, են կողմ գնա, ինչ ես ուզում ինձանից։ Բայց եթե լրագրող չեք, ինչի՞ Սերժ Սարգսյանի փալաս մի հատ։ Ինչի եք խոչընդոտ։ Դուք Սերժ Սարգսյանի փալասն եք, օգտագործեց շպրտեց մի կողմ։